Աստծո խոսքը մեզ ցույց է տալիս, որ մեր պատերազմը ոչ թե մարդկանց հետ է, միգուցե, չգիտեմ, եղբայրդ քեզ չի հասկանում, ընտանիքդ քեզ չի հասկանում, հայրդ, մայրդ քեզ չեն հասկանում, աշխատանքի վայրում քեզ չեն հասկանում, ու Աստծո խոսքն ասում է, որ քո պատերազմը նրանց հետ չի, քո պատերազմ սատանայի հետ է, հակառակորդի հետ է, որ նա բերում է թշնամիներ, ազգի դեմ է հանում, ծնողներին, երեխաների դեմ է հանում, երեխաներին ծնողների դեմ, եւ մեր պատերազմը պետք է լինի Աստծո խոսքով, մենք պետք է դեմ կանգնենք սատանային ու նրա հնարքներին, ու Աստծո սպառազինությունը հագնենք, որ ասում է չարության օրում կանգուն մնանք, չընկնենք, որովհետև սատանան բերելու է օրեր, չարության օրեր, բերելու է թշնամության օրեր, ու այդ ժամանակ Աստծո խոսքն ասում է, որ դու պետք է ունենաս Աստծո սպառազինությունը, դու պետք է ունենաս հոգու սուրը, որ Աստծո խոսքն է, դու պետք է ունենաս հավատքի վահանը, որով թշնամու բոլոր նետերին դեմ կանգնես, կրակոտ նետերին, ինքը կրակոտ նետեր է բերելու, ինքը քո կյանքում դժվարություններ, նեղություններ է բերելու, լինելու են նեղություններ, լինելու են դժվարություններ, բայց եթե դու ունենաս այդ վահանը, որը հավատքն է առ Աստված, Հիսուս Քրիստոսի վրա հիմնված հավատքն է, որ նա ասել է, որ ձեզ մենակ չեմ թողի, ձեզ որբ չեմ թողի, ես ձեզ հետ եմ մինչև աշխարհի վերջը, մի վախեցեք, որովհետև նա մեզ հետ է ամեն ժամանակ, մինչև աշխարհի վերջը,